Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը։ Converse Bank՝ ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև սիրելի բարեկամներ, դուք դիտում եք հրաշալի Հայաստանը, ես Սերգեյն եմ, նա Անին է, սա Պետրոս Դուրյանն է եւ միասին մենք այն երյակն ենք, որոնք կներկայացնեն ձեզ հրաշալի Հայաստանի նոր էպիզոդը, մեր գլխավոր գործընկեր Converse Bank-ի հետ միասին։ Քանի որ ակնհայտ չի առաջին հայացքից որտեղ ենք մենք գտնվում, ես կխնդրեմ Անի ջան, խնդրում եմ ազգիս բացատրի որտեղ ենք մենք գտնվում։ Ես կարծում եմ, որ այնպես չի, որ այդքան էլ ակնհայտ չէ, հաշվի առնելով այն սրվակները, այն իրերը, որ ներկայացված են այնտեղ, մենք գտնվում ենք հայ բժշկության թանգարանում։ Սա մասնավոր հավաքածու է իրականում, բաղկացած մոտ 40,000 նմուշներից, որոնք հավաքվել են եւ մեկտեղվել են հոգեբույժ Հարություն Մինասյանի ջանքերով, նրա շնորհիվ 90-ական թվականներից սկսված։ Այս թանգարանի բացումը որպես այդպեսին եղել է 1999 թվականից, իսկ ցուցանմուշների հավաքագրումը 90-ական թվականներից է սկսել Հարություն Մինասյանը։ Այստեղ հավաքված են սկսած հնագիտական պեղումներից հայտնաբերված ամենատարբեր նմուշներ, բժշկության հետ կապված նմուշներ, մարդկային, կենդանական մնացորդներ, կմախքներ, մինչև դեղերի սրվակներ եւ այն ամեն ինչը որ կապված է բժշկության հետ։ Շատ լավ։ Ինչ է պետք մեզ իմանալ ընդհանուր առմամբ հայ բժշկության մասին եւ որտեղ են գնում արմատները եւ ինչով է այն տարբերվում ուրիշ ազգերի բժշկությունից կամ մեր մասնակցությունը պատմականած գործընթացին ինչ է այստեղ հավաքված ինչ է մեզ սովորացնում այս թանգարանը։ Իրականում սա եզակի թանգարան է, որովհետեւ Հայաստանում այս չափ ցուցանմուշներ ընդ որում մինչև անգամ 5000-ամյա օրինակ մարդու կմախք հավաքված մեկ վայրում գոյություն չունի, ինչպես դու նշեցիր, այո, բժշկության պատմությունը կարելի է գոյություն ունի այնքան, որքան որ մարդը կա երկրագնդի վրա, այսինքն առողջության փոփոխությունները, հիվանդությունները մշտապես ուղեկից են եղել մարդկությանը եւ հետեւաբար բժշկությունը, բժշկագիտությունը որպես այդպեսին հասնում է մինչև շատ հին ժամանակներ։ Հայաստանը հայկական լեռնաշխարհն առհասարակ եղել է դեղաբույսերի հայտնի, ընդ որում շատ արժեքավոր դեղաբույսերի հայրենիք, անգամ արտահանվել են այլ երկրներ։ Մենք գիտենք, որ անգամ 12-րդ, 12-13-րդ դարերում Հայաստանում դիահերձումներ են կատարվել, կեսարյան հատումներ են օրինակ իրականացվել, վիրաբուժական ամենատարբեր մեթոդներ են կիրառվել, այսինքն Հայաստանն իր ժամանակների համար ունեցել է բավականին զարգացած բժշկություն։ Բայց մինչև դրան գալը ես ուզում եմ մի փոքր խոսենք այս թանգարանում ցուցադրված իրերի մասին։ Բժշկության հետ անմիջականորեն կապ ունեցող իրերի կողքին մենք կարող ենք տեսնել նաև գրադարան։ Այստեղ պահվող արժեքավոր իրերից է օրինակ 1793 թվականին Նոր Նախիջևանում տպագրված Պետրոս Քալանթարյանի բժշկարան համառոտը, որը որ առաջին Նոր Նախիջևան Սոչիի կողմերը չի, որը որ առաջին բժշկական տպագրված գիրքն է, այստեղ է նաև Մխիթար Հերացու ջերմած մխիթարություն աշխատությունը։ Թանգարանում նաև մի այսպիսի հետաքրքիր անկյուն կա, որտեղ որ հավաքված է հենց Հարություն Մինասյանի ջանքերով հավաքվել է հայ բժիշկ գրողների ամբողջ գրքերը, որոնք դրանք բավականին շատ են, սա եւս այսպես եզակի երևույթներից մեկն է։ Գրադարանը ինքնին շատ հետաքրքիր է, որովհետեւ բժիշկների կողմից գրված, բժիշկների մասին գրված ամենահին մոտ 100-200 տարվա պատմություն ունեցող գրքեր են այստեղ ներկայացված։ Եվ նաև բավականին հետաքրքիր եւ արժեքավոր իրերից է օրինակ Մեծամորից հայտնաբերված 5000-ամյա սափորը, Գորիսից բերված կավե սրվակը եւ Ջրահովիտից հայտնաբերված 5000-ամյա մարդու գանգը։ Որին իդեպ մենք երբ մտանք թանգարան, անի միանգամից ճանաչեց դեմքից այդ գանգը, ասեց, այս մարդն է։ Դեմքով ճանաչում էի կմախքներին, այո, ընդ որում գանգի հատվածում ախտաբանական այդպես հատվածով, այսինքն որոշակի հիվանդություններ է երևի ունեցել այդ մարդը։ Ծակած էր գլուխը։ Դու հետաքրքիր խոսեցիր Պետրոս Դուրյանի ներկայության մասին։ Ճիշտն ասած, ես ուզում եի այդ հարցը sense ձևակերպեի, եկեք խոսենք ինչպես ամերիկացիներն են ասում, elephant in the room-ի մասին։ Ինչ կապ ունի Դուրյանը եւ ինչու է Դուրյանը այսօր մեզ հետ։ Չնայած նրան, որ Դուրյանը մեր այսպես սիրված
տաղանդավոր գրողներից մեկն է, բայց նրա ներկայությունը այստեղ ներկայացված է ոչ այնքան գրական տեսանկյունից, որքան բժշկական, որովհետև իրականում այս կիսանդրին ստեղծողը քանդակագործը այս կիսանդրին ստեղծել է Պետրոս Դուրյանի գանգի հիման վրա, այսինքն նկարը չի ունեցել, տեսնելով գանգը դրա միջոցով եւ դրա շնորհիվ ստեղծել է Պետրոս Դուրյանի կիսանդրին։ Ու նմանա դու ճանաչում ես այդ։ Դե ես առաջին հայացքից, եթե ես ճանաչեցի 5000-ամյա կմախքը, Պետրոս Դուրյանին միանգամից պիտի որ ճանաչեի։ Հրաշալի է։ Так, էլ ինչ կարող ենք պատմել, ինչ կարող է մարդը գտնել այստեղ։ Այստեղ կարող ենք գտնել կենդանիների ոսկորներ, ինչպես արդեն նշեցի, կենդանիների եւ մարդկանց ոսկորներ, դեղաբույսերի սրվակներ, ընդհանրապես միջնադարում բժիշկները իրենց ձեռքի տակ եղած կենցաղային իրերը շատ դեպքերում օգտագործել են բժշկական նպատակներով եւ հետագայում դրանք դարձել են այսպես կիրառվել են որպես բժշկական գործիքներ, նույն սրվակները, ամանները, օրինակ պղնձի ամանների մեջ դեղաբույսեր էին պատրաստում Եվ ինչ կարող ենք ասել այս թանգարանի մասին, որ 90-ական թվականներից, երբ որ Հարություն Մինասյանը սկսեց հավաքել այս ամբողջ նմուշները, այդ ժամանակ կար այսպես կոչված հնաշուկա երևույթը, որովհետև ես չգիտեմ կադրից այն կողմ հեռուստադիտողները պատկերացնում են, թե ինչ քանակությամբ ցուցանմուշներ են այստեղ ներկայացված, բայց իրականում ահռելի են եւ դրանք ձեռք բերելը այսպես տիտանական աշխատանք է եւ միջոցներից մեկը թե որտեղից եւ ինչպես է ձեռք բերել հնաշուկա կոչվող երևույթն է, երբ մարդիկ իրենց ոչ պետքական իրերը վաճառում էին, այո, վերնիսաժը վաճառում էին եւ այդտեղից էլ նաեւ այսպես ամենատարբեր բժշկական իրեր գնվել, ձեռք են բերվել եւ պահվում են այստեղ։ Ցավոք սրտի այսպես թանգարան կամ հարմարավետ մեկ այլ վայր, որտեղ որ ամբողջությամբ կցուցադրվեն այս ցուցանմուշները չկա եւ այս բնակարանում ինքը փակ թանգարան է ըստոցյան այն իմաստով, որ նեղ մասնագիտացում ունեցող մարդիկ գիտեն գոյության մասին։ Մասնավոր է։ Այո, մասնավոր է, շատերը անգամ տեղյակել չեն, որ կա այսպիսի թանգարան, բայց շատ ափսոս, որովհետև չափազանց հետաքրքիր ցուցանմուշներ կան այստեղ։ Անի, ես առաջարկում եմ նաև տնօրենին, պարոն Մինասյանին, հիմնադրին կանչենք եւ տեսնենք ինչ նա կպատնի մեզ թանգարանի մասին։ Ով եթե ոչ նա ավելի, այսպես ավելի լավ կպատմի, թե ինչ է կատարվում այստեղ։ Դե գնացինք։ Մեզ հետ է Հարություն Մինասյանը, այս ամբողջի հեղինակը, նրա շնորհիվ է, որ այսօր ունենք այսպիսի հավաքածու։ Պարոն Մինասյան, պիտի խնդրեմ, որ դուք ավելի այսպես լավ կներկայացնեք, թե ինչպես առաջացավ այսպիսի հավաքածու ունենալու միտքը, ինչու առաջացավ։ Գիտեք, պատանիներից շատերը ինչ որ մի տարիքում սկսում են հավաքորդությամբ զբաղվել, ասենք մարդիկ կան, երեխան տաներ կան, հավաքում են մետաղադրամներ, դու գիտեք, նամականիշներ, նույնիսկ լուցկոտոփեր եւ այլն։ Ես էլ ունեի այդպիսի հակում, մետաղադրամներ էի հավաքում։ Հետագա տարիներին արդեն երբ որ ուսանող էի, սկսեցի արդեն հավաքել հնություններ։ Ես զբաղվում էի հետիոտն տուրիզմով եւ երբ որ սարերում, անտառներում, գյուղերում, ճանապարհներով ինչ որ հին իրեր էի գտնում, շատ ուրախանում էի, վերում էի, հավաքում էի, բան։ Իսկ երբ արդեն երիտասարդ բժիշկ էի, տեսա, որ հավաքածուս բավական արժեքավոր է, բայց նա չունի թեմատիկ ուղղվածություն։ Եվ քանի որ ես արդեն բժիշկ էի, որոշեցի, որ լավ կլինի, որ ընդհանրապես բժշկական հնություններ հավաքել, դրանք լուսանկարներ, գրքեր, գործիքներ, ծնողներս էլ էին բժիշկ, բուժաշխատող, հայրս բժիշկ էր, մայրս լաբորանտ, եւ այդպես ի հայտ եկավ ցանկություն ստեղծելու բժշկական ու այն ժամանակ չեմ կարող ասել, որ թանգարանի գաղափար կար, բժշկական հավաքածու։ Իսկ ինչ եք ուզում դրանով ցույց տալ, ինչով է հայկական բժշկությունը տարբերվում, հենց հայկականը։ Այո, ուզում էի, ինձ համար շատ ցավալի էր, որ աշխարհի տարբեր երկրներում, երբ որ ես գնում էի տարբեր առիթներով այս կամ այն երկիր, անպայման այցելում էի թանգարաններ եւ հատկապես բժշկական թանգարաններ, արդեն երիտասարդ բժիշկ ինձ հետաքրում էր։ Եվ ինձ հետաքրում էր այն հարցը, թե ինչու Հայաստանում չկա բժշկության թանգարան այն դեպքում, երբ որ մենք ունենք հազարամյա, մի քանի հազարամյակի հասնող բժշկության պատմություն։ Իհարկե շատ հնուց է գալիս բժշկությունը,
դեղել է հեթանոսական շրջանից, բժիշկները դրանք ոչ միայն հեքիմներն, այլ քուրմերն էին զբաղվում բժշկությամբ, բայց մեզ համար հայ բժշկությունը սկսվում է Մխիթար Հերացուց 12-րդ դար, քանի որ Մխիթար Հերացին միակն է, որ այդ ժամանակ առաջինն է, որ թողեց գրական ժառանգություն Ջերմաց Մխիթարություն գիրքը։ Նրանից առաջ էր եւ հետո եղել է շատ երևելի բժիշկներ, որոնք զբաղվել են բժշկությամբ, բուժական գործով, բայց որևէ գրական ժառանգություն չեն թողել։ Իսկ տեխնիկայի մասին էր բժշկական, թե սննդակարգ, թե առաջինը ինչ նկատի ունեք գիրքը, թե սրտի վիրահատության մասին է թողել ինքը իր բաները, թե դեղերի տեսակների։ Նրա Ջերմաց Մխիթարություն գիրքը վերաբերում է մալարիային։ Այն ժամանակ Հայաստանում եղել են շատ ճահիճներ, այդ ճահիճներով վխտացել են մոծակներ եւ շատ տարածված է եղել մալարիա հիվանդությունը։ Եվ այդ մալարիան ընթանում է ջերմության բարձրացումով, իջեցումով եւ հյուծվում է մարդը։ Դրա համար գիրքը կոչվում է Ջերմաց Մխիթարություն, ջերմող հիվանդների։ Եվ տալիս է առաջի անգամ նա տալիս է գաղափարը, որ դա առաջանում է մոծակներից, այն ժամանակ դեռևս չգիտեին, թե ինչպես է դա վարակվում մարդը, ինչ միկրոբներով, ինչ հարուցիչներով, բայց նա տալիս է մատերիալական, նյութական պատճառները, որովհետև նրանից առաջ միշտ ամեն ինչ կապում են Աստծո հետ, Աստծո պատիժի հետ, երկնային ինչ-որ ուժերի հետ, սատանաների հետ, եւ այլն, չար ոգիների հետ եւ այլն։ Եվ ինչու՞մ է նաեւ Մխիթար Հերացը, եւ տալիս է նաեւ բուժման իհարկե եղանակները։ Բայց Մխիթար Հերացու մեծությունը նաև կայանում է նրանում, որ նա նաև շեշտում է արվեստի, հատկապես երաժշտության, երգի երաժշտության նշանակությունը հիվանդների բուժման հարցում։ Հիմա էլ կա, չէ՞։ Այո, եւ հետագայում դա արդեն մտավ գիտության մեջ, մտավ հոգեբուժության մեջ, որպես պսիխոթերապիայի մեջ, որպես առանձին ճյուղ եւ կոչվում է օտար լեզվով մուզիկոթերապիա, հայերեն մեղեդաբուժություն։ Եվ հետագա տարիներին, հետագա դարերում նույնիսկ հիմա էլ, երբ որ բժիշկ գիտնականները գրում են մեղեդաբուժության մասին գրքեր, հոդվածներ, անպայման շեշտում են, որ այս մասին առաջի անգամ տվել է 12-րդ դարում հայ բժիշկ Մխիթար Հերացին։ Այս մասին գրել է նա, որ մասնավորապես ասել է, որ բուժվող հիվանդը, անկողնում պարկած հիվանդը շատ օգտակար է, եթե նա լսի աշուղի երգերը, տավիղի լարերի երաժշտությունը, դա կօգնի հիվանդին ավելի հեշտ ապաքինվել, ավելի շուտ ապաքինվել։ Սա նաև դրանից հետո իհարկե շատ բժիշկներ են եղել, Ասար Սեբաստացի, Բունյաց Սեբաստացի, Ամիր Դովլատ Ավասյացին առավել մեծություն է ընդհանրապես համաշխարհային բժշկության պատմության մեջ, նրա գրքերը պահպանվել են, մատենադարանում ձեռագրերը կան, այսինքն մենք ունեցել ենք բազմադարյան եւ շատ հարուստ բժշկության պատմություն, բայց ցավոք սրտի չունենք բժշկության պատմության թանգարան, մի բան, որ ունեն նախկին սովետական միության բոլոր հանրապետությունները։ Իսկ եթե վերադառնանք թանգարան, եթե մի քանի բառով այն ինչ որ ուզենակ մարդիկ քաղեն, հա, այստեղ այցելելով, ինչ կտեսնեն նրանք, ինչ կստանան, էվոլյուցիան վերջի մի քանի հազար տարվա բժշկության գործիքներ, ինչ որ կմախքներ։ Այո, պայմանականորեն կարելի է այս թանգարանի 40,000 ցուցանմուշները բաժանել 3 մասի։ Բուն բժշկական ցուցանմուշներ, սարքավորում, այո, սարքավորումներ, դեղեր, դեղասլվակներ եւ այլն։ Բժշկության հետ առնչվող իրեր, ասենք հավանգներ, ծեծիչներ եւ այլն, որոնք կենցաղում են օգտագործում։ Եվ վերջապես բժշկության հետ չառնչվող իրեր, մասնավորապես կահույքը։ Չէ, 5 կահույքա, որոնք կարելի է ասել, այո, բժշկի կահույքա կամ բժշկի կահույք չի։ Այսինքն կահույքա չի կարելի ամեն մարդու տան տանել կահույք հեռուստացույց, ռադիոընթունիչ եղել։ Տպիչ մեքենա։ Կամ գրամեքենա։ Դա չհասկացա ինչ համար են այդքան շատ։ Գրամեքենաները, դե գիտեք, ռեցեպտների։ Չէ, այն ես խոսեցի, չէ, որ բժիշկները նաև գրել են գրքեր, նաև դասագրքեր են գրել, հետագա իրանց սերունդները, բժիշկները նաև դասավանդել են, չէ։ Իհարկե այն ժամանակ, երբ որ չկար տպագիր գիրքը, դասավանդում են ձեռագիր գրքերով, եւ բժիշկները, ովքեր երիտասարդ բժիշկներ, ովքեր ուզում են բժիշկ դառնան, նրանք արտագրում էին իրենց ուսուցիչների
գրքերը ձեռքով, ձեռագիր եւ ընթացքում նաեւ սովորում էին։ Իսկ եթե արդեն հասուն բժիշկ էին, նրանք այդ հին գրքերին ավելացնում էին նաեւ իրենց փորձը։ Եվ այդպես բժշկությունը զարգանում է։ Բայց մեկը 4 տպագրական մեքենա, հա 4-10, բայց դրանք տարբեր արտասահմանյան ֆիրմաների տպագրական մեքենաներ են, որոնց վրա արարվել են մեր բժիշկները, պրոֆեսորները, արարել են հետագա սերունդների համար դասագրքեր, ընդ որում ես այդ դասագրքերի մեծ մասը ունեմ, պահպանում եմ, շատերը դեն են նետել գուցե դա 20-ական թվականներն էր, դա 30-ական թվականներն էր եւ այլ մինչեւ հիմա։ Չէ՞ որ մենք ունենք բժշկական ինստիտուտ, որտեղ աշխատում են բժիշկներ, պրոֆեսորներ, դոցենտներ, որոնք բացի դասավանդելուց նաեւ ստեղծում են անընդհատ նոր գրքեր, անընդհատ այսինքն գրքերը անընդհատ դասագրքերը անընդհատ թարմացվում են։ Պարոն Մինասյան, իհարկե հիմա արդեն գրամեքենաներ չեն օգտագործվում, հիմնական համակարգիչներ։ Այստեղ կարող ենք տեսնել ամենատարբեր ցուցանմուշներ։ Մի փոքր էլ պատմեք, թե ինչպես եք ձեռք բերել, ոնց եք ձեռք բերում, որտեղի։ Ասեմ ձեզ, թանգարանի ցուցանմուշները հիմնականում ես ձեռք եմ բերել գնումների միջոցով, վերնիսաժից, հնաշուկայից, անհատ մարդկանցից, բայց նաև կան շատ նվիրատուներ, որոնք թանգարանի ցուցանմուշները հարստացրել են եւ չեմ կարող չնշել հատկապես Վլադիմիր Մարտիրոսյանի անունը, որը ողջ կյանքում հավաքել էր բժշկական իրեր, ցուցանմուշներ եւ երազում էր ստեղծել Երևանում հայ բժշկության թանգարան, սակայն նա չհաջողվեց։ Էլի մի անձնավորություն էլ կար, որը էլի ստեղծել էր թանգարան բժշկության, որը հետագայում փակվեց, եւ կարող եմ ասել, ես այս փոքրիկ մի բնակարանում տեղավորված թանգարան, բժշկության թանգարանում կատարել եմ 3 բժիշկների երազանքը եւ ստեղծել եմ թանգարան։ Ճիշտ է, թանգարանը շատ փոքր տարածք է զբաղեցնում, բայց ունի 40,000 ցուցանմուշ եւ ունենում ենք այցելուներ, մասնագետներ, պատմաբաններ, բժիշկներ արտերկրից, այստեղից, Հայաստանից, որոնք բարձր են գնահատում այն աշխատանքը, որ ես կատարել եմ այս հավաքորդությունը։ Իհարկե ես թանգարանաստեղծության հետ միասին նաև զբաղվում եմ բժշկության պատմության հարցերով եւ հեղինակ եմ 15 գրքերի, որոնք վերաբերում են աշխարհի տարբեր ցեկերում ապրած, երբևէ ապրած հայ բժիշկների կենսագրականներին։ Մասնավորապես դրանցից մեկը եւ ավելի ամենածավալունը դա Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված հայ բժիշկների կենսագրական բառարանն է, որը ամփոփում է իր մեջ 470 բժիշկների կենսագրականներ, լուսանկարներ եւ շատ արժեքավոր է ցեղասպանագետների համար, քանի որ այնտեղ տրվում են ոչ միայն այդ սպանվելու փաստը, այլև նրանց նույնիսկ ծննդյան, մահվան հանգամանքները, ով է սպանել, ինչպես են սպանել, այսինքն դրանք յուրաքանչյուր կենսագրություն դա մի փաստաթուղթ է։ Եվ օդի մեջ, երբ որ մենք ասում ենք այսքան մարդ է սպանվել, այսքան մարդ է կոտորվել, երբ որ արդեն անուն ազգանուններով, փաստաթղթերով է ներկայանում, դա այլ խնդիր է։ Եվ առհասարակ հայ բժիշկները Օսմանյան կայսրությունում մեծ ավանդ են, չէ՞, հիվանդանոցներ բացելու, գրքեր։ Բժիշկները, քանի որ բժիշկները, ուրեմն այսպես էր, Օսմանյան կայսրության մի շրջանում թույլատրվում էր, որպեսզի արտասահմանյան միսիոներները գային հատկապես արևմտյան Հայաստանում, ստեղծում էին դպրոցներ, ֆրանսիացիները, անգլիացիները, իտալացիները, գերմանացիները եւ այլն։ Եվ այդ դպրոցներում սովորող ուրեմն երեխաները, քանի որ արդեն տիրապետում են այս կամ այն օտար լեզվին, ըստ այդմ են գնում են համապատասխան երկրները ուսում ստանալու, ոչ միայն բժշկական կրթություն, դառնում են ինժեներներ, փաստաբաններ, իրավաբաններ, ֆինանսիստներ, բանկավարժներ եւ այլն։ Իսկ բժիշկները, որոնք սովորում են Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի տարբեր բժշկական համալսարաններում, վերադառնում են իրենց հայրենիք եւ շարունակում զբաղվել բժշկությամբ։ Բայց քանի որ այն ժամանակ մայրաքաղաքը Կոստանդնուպոլիսն էր, հետագայում Ստամբուլ, բժիշկների հիմնական մասը կենտրոնացած էր Ստամբուլում։ Եվ նրանք այնտեղ սկսեցին հիմնադրել առաջի բժշկական վարժարանները, հետագայում բարձրագույն ուսումնական հաստատությունները, Թուրքիայում հիվանդանոցները, Թուրքիայում քանի որ պետք էր դասավանդել, սկզբից նրանք գրում էին դասագրքերը ֆրանսերեն լեզվով, գերմաներեն լեզվով,
հետո որոշեցին գրել արդեն թուրքերեն, որպեսզի նաև թուրք ուսանողներն կարողանան օգտվել։ Այդպես առաջացան առաջի ուսումնական հաստատությունները, առաջի դասագրքերը, առաջի հիվանդանոցները, շատ մեծ դեր են կատարել հայերը։ Պատկերացրեք, եթե ես իմ գրքում միայն սպանվածները 478 են եղել 15 թվականին, չէ, ապա ինչքանն էլ փրկվել են, իհարկե փրկվողներ են եղել, եւ դա մի կարճ ժամանակահատվածում, եւ ինչքան են եղել դրանից առաջ, դրանից հետո, եւ հիմա էլ կան շատ երևելի բժիշկներ։ Այսօր Ստամբուլում գործում է 200 ամյա Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցը, որտեղ հիմնականում աշխատում են հայ բժիշկներ, բուժվում են հայեր, բայց նաև բուժվում են օտարերկրացիներ, թուրքեր, այո, եվրոպական վերջին տեխնիկայով հագեցած հիվանդանոց է։ Տպագրում են նաև նրանք Սուրբ Փրկիչ ամսագիր հայերեն եւ թուրքերեն, այնպես որ բժշկությունը ինչպես 300 տարի առաջ, այնպես էլ հիմա կա, գործում է Օսմանյան կայսրությունում, ինչպես նաև ամբողջ աշխարհում ունենք շատ երևելի հայ բժիշկներ։ Շնորհակալություն պարոն Մինասյան, շատ հետաքրքիր եւ հաճելի է այստեղ գտնվելը։ Վերջին ուղերձով, եթե կուզենաք ասել, ինչ տիպի մարդիկ պետքա որ գան, օրինակ բժշկական ուսանողներ, բժշկության պետաքրվողներ, եզան լեզվի էնտուզիաստներ, որոնք բուժում են ամեն ինչ դրանով ուզում են նոր բան փորձել, ովքեր կուզենաք որ գան։ Ինձ մոտ գալիս են ընդհանրապես հիմնականում բժիշկներ, բժշկության հետ առնչվող անձին, պատմաբաններ, հնագետներ եւ ընդհանրապես բժշկության հետ չառնչվող մարդիկ, ովքեր ընդհանրապես սիրում են թանգարաններ այցելել եւ ես շատ ուրախանում եմ, ընդ որում բոլոր այցելությունները անվճար են, բայց բոլոր այցելուներին ես ճանապարհ եմ դնում ինչ որ մի փոքրիկ հուշանվեր տալու, լինի դա գիրք, լինի դա մի իր եւ այլն, որպեսզի նա թանգարանից հեռանա ինչ որ հուշով, գեղեցիկ հուշով։ Դե ինչ հուսով ենք, այո, շատերը մեր հաղորդումից հետո կտեղեկանան եւ կայցելեն անպայման այս թանգարանը։ Շնորհակալություն։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ հրաշալի Հայաստանի եթերում։ Իդեպ չենք մոռանում բաժանորդագրվել հրաշալի Հայաստանի YouTube-յան ալիքին։ Այդպիսով երբեք բաց չեք թողնի հրաշալի Հայաստանի ոչ մի հրաշալի թողարկում։ Լավ չի։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը։ Converse Bank՝ ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։